Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը կառուցում է պետություն, որովհետև 30 տարի անցավ, մենք պետություն չկառուցեցինք։ Հիմա որ նա այս երկու ուժերի տարբերությունը, մեկը ուզում է պետություն կառուցի, մեկը ուզում է պետությունը վերադարձնի սովետական միության, այդ միութենական պետություն տենց բան են գտել։ Հիմա հայ ժողովուրդը պետք է որոշի, ուզում է վերադառնալ ասենք Բելարուսի կարգավիճակում, որտեղ չկա արտաքին քաղաքականություն, որտեղ մերժված է ամբողջ աշխարհի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը նախ կուզեի ասել, որ Նիկոլ Փաշինյանը դա երևույթ է, դա սովորական մարդ չի։ Նա ֆենոմեն է, հայկական ֆենոմեն։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև ես շատ ուշադիր տեսա նայեցի եւ շատ լավ հետեւում եմ պահվածքին, ինչ անում, ոնց անում։ Գիտեք ինչ, հայերը Հայաստանում ապրող հայերը հիմնականում ներքին բևերից են նայում, ինչ որ կատարվում է, ինչ որ անում է նա։ Եթե փորձեք նայել արտաքին բևերից, թե ինչպիսին է եւ ինչ է անում եւ ինչպես է վարվում ժողովրդի հետ, այդ ավտոբուսով պատտվելը, այդ քաղաքում պատտվելը, որ ոչ մի քաղաքական գործիչ աշխարհում չի անում։ Այս դա ֆենոմենալ է։ Դա վերաբերմունք է ժողովրդին, ճիշտ եմ հասկանում, պարոն Ավետիսյան։ Գիտեք ինչ, այստեղ հայկական բամբասանքի բանում է գտնվում, տիրույթում է գտնվում քննարկումները, թե ինչպիսին է մեր ղեկավարը։ Իսկ ես դրսից նայելով տեսնում եմ, որ սա ֆենոմեն է, նմանատիպը չունեցողն է։ Եվ ինքը այսօր թելադրում է աշխարհին նոր քաղաքական դաշտ,